Ինչ էմոցիաներ եք ապրում, ինչ եք տեսնում, ինչ եք զգում, ինչ եք լսում։ Շատ լավ, ամեն ինչ տեսնում եմ մարդիկ ուրախ են եւ ամեն ինչ հետաքրքիր է, այսօրվա օրով բոլոր ժողովուրդը եկել են ուրախանում են, հայոց բանակով։ Վստահում եք այս բանակին, որ Իհարկե վստահում եմ, մեր բանակն է պետք է ամենաուժեղը լինի եւ դեպի առաջ պետք է գանանք։ Իսկ խաղաղության գործընթացը ինչ է կարծում, երբ վարչապետը խոսում է խաղաղության գործընթացի մասին, դրա ամենակարևոր, այսպես ասած, հիմնակարը բանակն է։ Հիմա տեսնելով այս բանակը վստահում եք այդ գործընթացին։ Իհարկե վստահում եմ։ Դե նոր ամեն ինչ է, կամաց առաջ է գնալու, զարգանալու է, ուժեղանալու է եւ հուսով եմ, որ էլ ավելի լավ կլինի։ Իսկ նախկին ղեկավարները, որ փորձ են անում վերադառնալ, Նախքան ղեկավարները, ինչ ասեմ, նախքան ղեկավարները ցույց տվին ինչ է կատարվել մինչև հիմա։ Եվ ինչ կատարվեց, պատերազմ եղավ, պարտվեցինք իրանց գործերով։ Սա է հիմնական խնդիրը։ իրենք ասում են իրենց տարիները խաղաղ է եղել են, ժամանակ բանակը հզոր։ Այդ ձևական խաղաղ է եղել։ Ինչ խաղաղ։ Եթե խաղաղ լիներ, պատերազմ կլիներ, ավելի հզոր կլիներ ու պատերազմ չէր լինի։ Քանի որ պատերազմ եղավ, պատերազմին պարտվեցինք, նշանակում է ինչ-որ մի բան են չեն արել։ Թույլ են եղել, թույլ են գտնվել։ Հիմա տեսնում եք հզորություն, ուժ։ Հիմա տեսնում եմ, իհարկե տեսնում եմ, կամաց ուժեղանում ենք, իհարկե տեսնում եմ։ Մաղթանք ցանկություն ինչ կմաղթեք հանրապետության օրվան, բանակին։ Ամենալավ բաները, այլ ավելի ուժեղանան, ավելի առաջ գնան, այսպես ասած նանտի։